Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ին ողջունում է իր բոլոր հետևորդներին։ Նրանք, ովքեր դեռ չեն հասցրել դառնալ մեր հետևորդը, իհարկե առաջարկում ենք բաժանորդագրվել մեր ալիքին։ Շելի բարեկամներ, հարցերը իհարկե շատ են, բայց այս օրերին թերևս բոլորիս ուշադրության կենտրոնում ձևավորվող խորհրդարանն է, ավելի ճիշտ խորհրդարանի նոր ձևավորվող ղեկավար կազմը, ինչը շատ այսպես տարբեր կարծիքներ, տարբեր արձագանքներ է գտնում մեր ունկնդիրների շրջանում։ Եվ այս ու մյուս այլ կարևոր հարցերի շուրջ զրուցելու ենք մեր ճանաչված քաղաքագետներից մեկի, Կարծողական Հայաստան կուսակցության նախագահ Անդրեաս Ղուկասյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ Համլետ։ Դե ձևավորվում է կարծես խորհրդարանի, նոր խորհրդարանի 9-րդ գումարման խորհրդարանի ղեկավար կազմը, այստեղ ինչ զարգացումների ականատես կլինենք։ Դե ընդհանրապես օրենքը այնպես է Հայաստանում սահմանում խորհրդարանի ձևավորման կազմը, որ ըստ էության գլխավոր լծակները իշխող ուժի ձեռքում են, մեծամասնություն ունեցող ֆրակցիայի ձեռքում են, եւ որևէ ինտրիգներ այդ գործընթացը չունի մեծ հաշվով։ Հանրությանը հետաքրքրեց դրան ուղեկցող ելույթները, կարծիքները, որ այնտեղ հնչում են այս վերջի ընթացքում դա ունի սոցիալական ցանցերում քննարկելու նաև առարկայա հանդիսանում մարդկանց համար շատերի համար ԱԺ-ի բացումը ինչ որ մի հատ sense սպասում էր իր մեջ պարունակում, որ հեսա ինչ որ մի սենսացիոն բան կատարվի ու չկատարվեց։ Ամենամեծ այսպես հատկանշական երևույթը դա այդ ամպագորգոր նախընտրական քարոզը հող նախապատրաստեց, հետո քվեարկությունից հետո առաջացած անորոշ վիճակը, երբ որ շատերը սպասում էին, որ պիտի լինի փողոցային պայքարի շարունակություն եւ կարծես այդպես էր ի սկզբանե մատուցված Սամվել Կարապետյանի գլխավորած այդ ուժեղ Հայաստան կուսակցության դաշինքի կողմից կուսակցությունների այդ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած Հայաստան դաշինքը նույնպես Ռոբերտ Քոչարյանը ասում էր, որ հեղափոխություն կանեն, եթե քվեները գողանան։ Հիմա բոլորը բաց խոսում են, որ քվեները ուղղացել են։ Մի կողմը մեղադրում է մյուս կողմին, որ քվեները առել է, մյուս կողմը մեղադրում է, որ գողացել են ձայները։ Այնքան բան է այսպես հրապարակային քննարկվում եւ բոլորին հայտնի այդ Բարգավաճ Հայաստանի հետ կապված քվեարկության արդյունքների վերանայումը կարելի է այսպես ասել, որը զրկեց այդ կուսակցությանը մասնակցությունից խորհրդարանում։ Իհարկե մենք գործ ունենք անվավեր ընտրությունների հետ եւ ոչ լեգիտիմ խորհրդարանի հետ։ Հանրության համար խորհրդարանի ոչ լեգիտիմ լինելը խնդիր չի։ Մեր հանրային այսօր վիճակը այնպեսին է, որ դա խոչընդոտ չի կյանքի բնականon զարգացմանը։ Միջազգային հարաբերություններում հիմա նույնպես այնպիսի վիճակ է, որ Հայաստանում ոչ լեգիտիմ խորհրդարանի գոյությունը նույնպես ոչ մի հետևանք այսպես Հայաստանի համար չունի։ Եթե ունենայինք ժողովրդավարական ընտրություններ եւ լեգիտիմ խորհրդարան, Հայաստանը կունենար մեծ ավելի հնարավորություններ առաջ քայլելու համար, բայց այն ինչ որ ունենք, դա հիմա զարգանալու համար հնարավորություն չի ստեղծում, բայց եւ վտանգներ, ինչ որ սանկցիաներ տեսանք, որ եվրոպական պետությունները ԱՄՆ-ն բոլորը շնորհավորեցին այդ ընտրությունների հետ կապված Նիկոլ Փաշինյանին, սակայն նոր երևույթ ի հայտ եկավ, երբ որ ԱՄՆ-ն, Ռուսաստանի Դաշնությունը եւ ԱՊՀ պետությունները զերծ մնացին շնորհավորելուց Նիկոլ Փաշինյանին եւ այստեղ սա նոր երևույթ էր, որը որ վկայում է, որ
դասավորությունը աշխարհաքաղաքական այս կառավարության համար փոփոխված է լինելու եւ իր կառավարման ժամանակ իրենք բախվելու են նոր մինչ այդ Հայաստանի համար երբեք մենք այնպես բան չենք տեսել նոր ինչ որ բախում նոր խոչընդոտների հետ մասնավորապես Ռուսաստանի Դաշնության այդ հարաբերություններում դա արդեն իմ կարծիքով պարզ է բոլորին Պարոն Ղուկասյան, տեսեք, ելույթներ իսկապես շատ եղան այս ընթացքում առաջին օրերին, բայց նրանցից մեկի Եղոյան, եթե չխաղում պատգամավոր Եղոյանի ելույթի արձագանքները մինչև օրս էլ շատերի մոտ հետաքրքրություն է առաջ։ Այդ մասին ինչ կարող եք ասել։ Կանխատեսելի էր, որ խորհրդարանում շարունակվելու է այն քարոզը, որ Հայաստանի Հանրապետության օրինական տարածքը դա խորհրդային Հայաստանի սահմանների ներսում գտնվող տարածքն է, այսինքն քարոզը, որ պիտի արդարացնի իշխող ուժի տեսակետից Արցախի վերաբերյալ իրենց կատարած քայլերը։ Տարբեր կողմից տարբեր գնահատականներ այդ ելույթի ձեր ասած եղան մանրամասն Արա Պապյանը ներկայացրեց իր կարծիքը բավականին ամփոփ այն մասով, որ վերաբերվում է ԱՄՆ-Թուրքիա հատվածին, այսինքն Վուդրո Վիլսոնի 1920 թվականի իրավարար վճռին, դրա իրավական նշանակությանը եւ Արցախին վերաբերող նույնպես այդ հարցերին բայց ես այստեղ ուզում եմ մի բանի վրա ուշադրություն դարձնեմ տեսեք եթե մենք ունենայինք ինչ որ մի կուսակցություն քաղաքական ուժ 18 թվականից 20 թվականը որը որ վերցներ կուրս միջազգային առաջարկները, այդ Մինսկի խմբի համանախագահների առաջարկները խաղաղ կարգավորման մերժել, որը վերցներ իր վրա ըստ էության պատասխանատվություն հայտարարել, որ Արցախը եւ Հայաստանը չեն վերադարձնի ՄԱԿ-ի կողմից գրավյալ ճանաչված Ադրբեջանի 7 շրջանները։ Ըստ էության դա էր Նիկոլ Փաշինյանի 2019-2020 թվականներին արած դիվանագիտական ոլորտում քայլերը։ Ըստ էության դա էր 20 թվականի պատերազմի պատճառ Հայաստանի Հանրապետության վարչապետի հայտարարած դիրքորոշում։ Ընդ որում պետք է ճշմարտության համար ասել, որ Արցախի ղեկավարությունը Արայք Հարությունյանը կողմ էր դրան եւ համաձայն էր դրա հետ։ Դրա մասին վկայում է այն Փաշինյանի հայտնի այցը Ստեփանակերտ, որտեղ ինքը հայտարարեց, որ Արցախը դա Հայաստանը եւ վերջ։ Դրանից հետո տեղի ունեցավ անվտանգության խորհրդի նիստ Արցախի Հանրապետության։ Ակնհայտ է այնտեղ քննարկվել են ռազմավարական հարցեր այդ խաղաղ կարգավորման վերաբերող Մինսկի խմբի առաջարկներին, որից հետո եւ եղավ արդեն Արցախի արտգործ նախարարության հայտարարությունը, որտեղ պետության անունից արվում էր հայտարարություն, որ Արցախը նույնպես մերժում է մադրիդյան սկզբունքները, ըստ էության մերժում է ՄԱԿ-ի կողմից գրավյալ ճանաչված տարածքների վերադարձը։ Այդ վերադարձ հարցի քննարկումը։ Այսինքն դա կարելի է ասել հանդիսանում էր 1994 թվականի մայիսին կնքված հրադադարի խախտում Հայաստանի եւ Արցախի կողմից, որովհետեւ այդ հրադադարը 1994 թվականին կնքվել էր հենց այդ պայմանով, որ հայկական կողմերը կատարելու են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը։
հետ են վերադարձնելու գրավյալ տարածքները Արցախի կարգավիճակի հարցը լուծելու հետ զուգահեռ։ Նման գործողությունները կարելի է անվանել ագրեսիվ։ Նման քաղաքականություն, որ իրականացրել է Փաշինյանը եւ իր կողմնակիցները։ Եվ եթե մենք պատկերացնենք, որ այդ թիմը հետո հեռացվեր իշխանությունից, գար նորը, որ ասեր, այս ամբողջը սխալ էր, սա բերեց պատերազմի, Հայաստանի օրինական տարածքը սա է, ցույց տային սովետական միության Հայաստանի քարտեզը, Արցախը Ադրբեջանի կազմում է եւ այլն, դա հասկանալի կլներ։ Որ մեկ ուրիշ քաղաքական թիմ է գալիս եւ սկսում է քաղաքականություն 180 աստիճան հակառակ նրան, ինչը որ նախորդ քաղաքական ուժը անում էր։ Ու կլներ տրամաբանորեն փոխկապակցված քաղաքական զարգացում, որ էքստրեմիստական դիրքերից, ագրեսիվ դիրքերից, պատերազմ հրահրող դիրքերից, պատերազմում ձախողված, հա, արկածախնդրության, այսպես ասած, դիմաց քաղաքական ուժը պարտվում է, ջախջախվում է, գալիս է նորը, որը որ այդ ասում է սա ամբողջը սխալ էր եղել, ու սկսում է քարոզել, ման գալ այդ քարտեզով, ասել սա է Հայաստանը, Արցախը դա Ադրբեջանի մաս է, հայերը Արցախի պիտի ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, ուզում են թե չեն ուզում, եւ այլն եւ այլն։ Բայց արյոտես, որ մի կուսակցության ներսում տեղի է ունենում 180 աստիճան գաղափարախոսության շրջադարձ, եւ հիմա Արոն Եղոյանը դուրս է գալիս, մեզ բոլորիս կարդում է լեկցիա, Հայաստանը ինչ է եւ այլն եւ այլն։ Հիմա հարց, պարոն Եղոյանը իր պատկերացումները ֆլյուգերի պես այս տարիների ընթացքում փոխվել են Նիկոլ Փաշինյանի պատկերացումներին համահունչ։ Նիկոլ Փաշինյանն այդ 180%-ի շրջադարձը բացատրեց շատ պարզ, ասեց, դե հիմար ենք մենք, սխալ պատկերացում ունենք հայրենասիրության մասին, ապուշ ենք, հիմա ճիշտ պատկերացումներ ձեռք բերեցինք, չի ասում, այստեղ պետք է միտք շարունակել, իշնորհիվ Իլխամ Ալիևի։ Նա, այսպես ասած, ուժով մեզ աչքերը բացեց ու մենք հայտնաբերեցինք Հայաստանի սահմանները, ասենք վայ իրական Հայաստանը սա է եւ բան, էլի։ Հիմա այս հարցը ինքը բարոյական կողմ ունի, բացի նրանից, որ մտավորական կողմ ունի, մարդը ոնց կարա ենթադրենք 18 թվականից 20 թվական ունենա մի կարծիք, 20 թվականից 26 թվական ունենա ուրիշ կարծիք, նույն հարցի շուրջը, դրան մեկը մեկին հակասող կարծիքն է։ Նիկոլ Փաշինյանի պարագայով, բոլորին հասկանալի է անմեղսունակ է, Նիկոլ Փաշինյանը մարդը ասեց, սխալվել եմ, հայրենասիրության տեսակս փոխում եմ, այն մի հայրենասիրության շապիկը հանում եմ, այս մի հայրենասիրության շապիկը հագնում եմ, էսա։ Սա բացատրություն է, որը որ տեսեք, չէ, բավականին շատ մարդիկ բավարար համարեցին։ Բայց այն մյուս նրանք, ովքեր որ կամ պիտի խորը նույնը կրկնեն Փաշինյանի հետևից, որ քանի որ մեր առաջնորդը ապուշ էր, մենք էլ այսպես էինք մտածում, հիմա էլ այդ իր ձեռք բերած թազա հայրենասիրությանը մենք էլ ենք, այսպես ասած, այդ շապիկա առել, հա, ամբողջ կոլեկտիվով, այսպես ասած, կազմակերպված, բայց դե համաձայնվեք Համլետ, որ այդ ինչպես Սերժ Սարգսյանը կասեր սիրունչ, այսինքն դա բացահայտում է այդ խամաչիկ վիճակը, վաղը կարող է փոփոխություն լինի աշխարհ քաղաքական Փաշինյանը ինչ-որ մի երրորդ միտք գտնի, որ այլևս Խորհրդային Միության սահմանները չեն Հայաստանի սահմանները, այլ 1918 թվականի Բաթումի պայմանագրով Թուրքիայի կողմից, Օսմանյան կայսրության կողմից ճանաչված 10,000 քառակուսի մետր տարածքն է, օրինականը դա է, եւ Եղոյանը ստիպված կլինի ասել, որ չէ, էս էլ չի, էս է, եւ այլն, այսպիսի մարդկանցով ձևավորված խորհրդարանը
իմ կարծիքով օգտակար լինել ժողովրդին, այսինքն մարդիկ, ովքեր որ չեն ամանչում հիմար Երևալու հանրության աչքերին։ Այո։ Քանի որ դա պետքի վրով է քաղաքականության անհրաժեշտությունն է, ղեկավարության համար պետք է մարդես էլի կարող է չնկատեն անցնի գնա, էլի։ Չէ՞։ Այո։ Դա դες պիտի հիշեցնի այն խորհրդային միության տարիները, բայց նույնիսկ այդ տարիներին մարդկանց մոտ ինչ որ ինքնասիրություն կար, խոնարհվում էին սա կոմունիստական կուսակցություն, բայց տեղ կար էլի որ մի գծի մեջ էին էլի այդ այսպիսի թռիչքաձև կարծիքների փոփոխությունից պաշտպանված էին կուրսը կուսակցության իշխող մեկներ էլի այստեղ իհարկե մենք նոր երևույթ է եւ դրան համապատասխան խորհրդարանի կազմ Տեսեք, մի թեմա կա, հապկի թեման, որի մասին ուզում եմ անվայման խոսենք, որը նույնպես այսօր շատ կարևոր է։ Այստեղ էլ է հետաքրքիր երևույթ։ Հապկի պաշտոնատար անձիկ հիմնվելով հապկի կանոնադրության համապատասխան հոդվածի 25-րդ հոդվածի վրա ասում եմ, որ մարդկանց մոտ հասկանալի լինի, որ կարդացածն եմ ասում։ Ոչ թե հենց այնպես։ Այո, կա կանոն, տրամաբանական է այդ կանոնը, եթե ինչ-որ մի միջազգային պայմանագրով ձևավորված միության անդամը 2 տարի անդամավճարները չի վճարում, ինչ պիտի լինի։ Ինչ-որ հետևանք պիտի լինի։ Այո։ Հետևանքը դա այն է, որ այդ պետությունը զրկվում է հնարավորությունից կվոտաներով իր համար սահմանված կադրային նշանակումներ անել ընդհանուր հապկի կառույցներում եւ զրկվում է ձայնի իրավունքից մինչեւ պարտքը չմարի։ Սրա մասին պիտի լինի համապատասխան որոշում այս գալիք հանդիպման հապկի այդ նախատեսված ղեկավար կազմի նիստի ժամանակ եւ Հայաստանի արձագանքը իշխող ուժին հարակից այսպես ասած ձայները Հարոշչական հայտարարում են դուք ով եք որ մեզ ձայնի իրավունքից զրկեք դուք ոնց կարող եք մեզ չգիտեմ ինչ կամ եւ այլն այսինքն անլրջությունը այստեղ նույնպես ճճացող է մենք կարծես թե այդ ծուր հայլիների բանում ենք քաղաքական դաշտ իսկապես աբսուրդի մեջ է մխրճկվել Ես դրան հումորով եմ վերաբերվում, որովհետև հաճախ ինձ մեղադրում են, ասում են լացելու վիճակ է, բայց որ լացենք թեմա է, բայց դու ինչ այդ դրանից էլի, մեզ այսօր մնում է իմ կարծիքով արդեն եւ դա ավելի օգտակար է, եթե ժողովուրդը սկսի ծիծաղալ եւ տեսնի այդ աբսուրդը ու սկսի ծիծաղալ այս իշխանությունների վրա, այս քաղաքական համակարգի վրա, որը որ մեզ ինչ որ մի հատ քաղաքական բեմադրություն է ներկայացնում հայ ժողովրդի համար անպտուղ եւ անիմաստ իմ կարծիքով եւ այստեղ հա մենք պիտի պարզ նայենք որ Հայաստանը տանում է նրան որ հապկից իրեն հանեն հարց է առաջանում ինչի է այդպիսի քաղաքականություն որն է այդ քաղաքականության այսպես խոր իմաստը որ մենք հապկից ցանկացած պետություն կարող է դուրս գալ։ Դեռևս 21 թվականին ես երբ որ մասնակցում էի այն ժամանակ ընտրություններին, առաջ էի քաշում ծրագիր, որ Հայաստանը 22-24 թվականին չերկարաձգի եւս 5 տարով հապկի պայմանագիրը չերկարացնի։ Կարար պարզապես 24 թվականին Հայաստանը չերկարացներ 5 տարով հապկի պայմանագիրը։ Հայաստանը երկարացրեց հապկի պայմանագիրը, 24 թվականից չի մասնակցում հապկի միջոցառումներում, չի վճարում անդամավճարներ եւ ուզում է, որ հապկի մյուս պետությունները իրենց որոշումով Հայաստանին հեռացնեն հապկից։ Կարող եք բացատրել այդ քաղաքականության
բարձրագույն իմաստը եւ որն է այստեղ խորհուրդը, էլի։ Որ չջղայնացնենք ուրիշներին, հա, այդ նախկին գործընկերներին, ավելի ենք զայրացնում եւ ջղայնացնում բոլորին այդ պաղվածքով։ Այո, այո։ Որը անլրջության գագաթնակետն է իմ կարծիքով։ Դե եթե այս ամենին լավելացնենք այն իրավիճակը, ինչը տիրում է ԵՏՄ-ում, չէ՞։ ԵԱՏՄ-ում, այսպես ասած։ Դե դեղել այսպես ասած շարունակությունն է իմ կարծիքով այս վիճակի, որ եթե հապկում այսպես եք ձեզ պահում, ԵԱՏՄ-ն էլ իր որոշումն է կայացնում, որ որոշում կայացրեք, դուրս եք գալի, մնում եք, ինչ եք անում եւ այլն եւ այլն։ Նազարը կռիվ գնացողը չի, հա։ Եվ այստեղ իսկապես բան մյուս հարցն է, կառավարությունը հիմա պիտի ձևավորեն, կառավարությունը պիտի ներկայացնի իր ծրագիրը։ Այդ ծրագրի մեջ կլինի հանրակրվե այդ որ ԵԱՏՄ անդամ պետությունները Պուտինի գլխավորությամբ պահանջում են, որ Հայաստանը շուտապույտ հանրակրվե անցկացնի Եվրոմիության անդամության հարցով։ Մտադիր է Հայաստանը Եվրոմիության անդամ դառնալ թե ոչ, ըստ էության դա պիտի մոտակա շաբաթներին այդ որոշումը կայացվի այդ հանրակրվեի վերաբերյալ, որովհետև Ռուսաստանի Դաշնությունը նաև մյուս ԵԱՏՄ պետությունների հետ միասին որոշել են մինչև դեկտեմբեր ամփոփել Հայաստանի մասնակցության հարցը ԵԱՏՄ-ում։ Մենք ակնկալես կդառնանք էլի այսպիսի նույն վիճակի, երբ համ շիշ, համ քյաբաբ կամ արդեն հակառակը ոչ շիշ, ոչ քյաբաբ կառավարության վարկագիծը եւ ստեղ էլ շատ այնց հետաքրքիր, հա, հայտարարություններ, եթե մեր պամիդորը Ռուսաստանը չի թողնում, ուրեմն ԵԱՏՄ-ն մեռել է, վերջ։ ԵԱՏՄ-ն գործում է, ապրում է իր համար, մեր պամիդորները չեն ընդունում։ Մեր պամիդորն է հոտում։ Այո, եւ այստեղ խնդրին բաց աչքերով է պետք նայել, որ Ռուսաստանը դուրս է մղում Հայաստանը ԵԱՏՄ-ից այսպիսի գործողություններով, արգելափակելով մեր ապրանքների մուտքը իրենց երկիր, այսինքն ոնց կարելի է Ռուսաստանի դիրքորոշումը պարզ չտեսնել։ Պարզ է, որ Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ-ում արդեն հեռանկար չունի եւ այդ ֆոնի վրա հայտարարությունները, որ Փաշինյանը ամենահզոր գործիչն է ԵԱՏՄ-ի, որովհետև այնտեղ երկու պաշտոն է զբաղացնում, համ ինչ խորհրդում, համ ինչ խորհրդում, որ եթե Հայաստանին բան ու տեղ չեն դնում, ուրեմն ԵԱՏՄ-ն մեռել է։ Հայկայում է։ Դա անլուրջ է։ Դե ձեզ մոտ այն տպավորություն չի, որ հայտնի որ խոսույթում որ ասում է կրկեսը վաղուց գնացել է, բայց ծաղրածոները դեռ մնացել են։ Մի լուրջ պահ կա այս իրավիճակի մեջ ես կասեմ, որ մի բան հաստատ է այդ շնորհավորելու մեջ, որ Փաշինյանին թվում էր, որ կատարելով Ռուսաստանի պատվերը, ռուսական զորքերը Արցախ բերելու այդ ծրագիրը, ինքը հավերժ կստանա Ռուսաստանի Դաշնության անձամբ Վլադիմիր Պուտինի աջակցությունը։ Ռուսաստանի համար դա լուրջ ծրագիր էր, իր զորքերը բերել Արցախ, դա առաջի փուլում հաջողվեց, եւ Փաշինյանը գլխավոր դերակատարն էր, ով հայկական կողմից սպասարկում էր այդ ծրագրի կատարումը։ Եվ ինքը տեղ ուներ մտածելու, որ հավերժ իրեն պիտի Ռուսաստանում գլխի վրա պահեն եւ այլն։ Բայց այդ ծրագրի երկրորդ մասը, որ արցախցիներին պիտի պարտադրեին Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել, տապալվեց։ Եվ ըստ երևույթի այդքան էլ Ռուսաստանի տեսակետից Փաշինյանի ներդրումը ռուս-հայկական հարաբերություններում այդքան էլ արդյունավետ չէ։ Այն, որ իրեն չի շնորհավորել Պուտինը ընտրությունների արդյունքի հետ կապված, վկայում է, որ
Փաշինյանին դուրս են հանել Կրեմլի այդ ընկերների ակումբից։ Իր կարգավիճակը այդ առումով փոփոխված է, ինքը դեռ Զելենսկի չի դարել ճշնամի Կրեմլի համար։ Թեպետ քարոզչական մեքենան բավականին շատ է ցեղ շպրտում ռուսական Փաշինյանի վրա, բայց այնուամենայնիվ արդեն բարեկամ չի։ Եվ սա լուրջ աղազանգ է իրականում։ Այս ծուր հայլիների վիճակը աբսուրդ քաղաքական համակարգը Հայաստանում, աբսուրդ քաղաքական օրակարգը, որի մեջ մենք հիմա գտնվում ենք եւ ականատես ենք։ Ինքը միաժամանակ եւ այսպիսի էլեմենտ ունի, որ վարչապետը առաջ անգամ է դա Հայաստանում մասնակից չի, Հայաստանի ղեկավարը մասնակից չի Կրեմլի ընկերների այդ ակումբ դուրս է բերված ընդեղից, դուրս է համված։ Ընդ որում այն քաղաքական գործիչը հայկական, որը որ աննախադեպ Ռուսաստանի համար աննախադեպ ծրագիր կատարեց։ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ կարար ռուսական զորքերը բերել Արցախ չարեց, գերադասեց հրաժարական տալ։ Ռոբերտ Քոչարյանն էլ կարար ռուսական զորքերը բերել Արցախ, դա չարեց։ Սերժ Սարգսյանն էլ կարար դա աներ։ Միայն Նիկոլ Փաշինյանը իր վրա վերցրեց այդ բերը ռուսական զորքերը բերել Արցախ։ Դե ինչով ավարտվեց հիմա բոլորս գիտենք, բայց արդյունքում սա երևի Փաշինյանի ամենամեծ տապալումն է, որովհետև իր համար Ռուսաստանի աջակցությունը միշտ եղել է կարևոր գործոն, իրական աջակցությունը եւ ինքը իրական խաղադրույք էր տնում նրա վրա, որ դառնալով Պուտինի մտերիմը ընդգծում էր դա միշտ, չէ, որ ընտրությունների ժամանակ ասում էր ակտիվ շփվում է, զանգում են 200 ավել հեռախոսա զանգ ունեն, հեռախոսազրույց ունեն, հանդիպումների թվով ամենամեծն էր հանդիպումների թիվը երևի ԱՊՀ պետությունների մեջ Ռուսաստան այդ այցեր աշխատանքային նմանը գրեթե ոչ մեկ կարող է Բելարուսը համեմատվի ինչքան որ Փաշինյանն է գնացել։ Այդ ամենը հիմա ոնց որ թե էլ չի աշխատում։ Պարոն Ղուկասյան, տեսեք, Հայաստանի երկու գլխավոր, այսպես հիմնական գործընկերները, Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը, այսօր Միացյալ Նահանգները Իրանի հետ այդ պատերազմը զգզգվող շարունակվում է եւ իրավիճակը այնտեղ շատ դեռ անհասկանալի է, եւ նույն մյուս գործընկերը գլխավոր Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է իր հակամարտությունը Ուկրաինայի հետ։ Այստեղ ինչ զարգացումների մենք ի վերջո կարող ենք ականատեսել։ Հասկանալի է, որ ԱՄՆ-ի ղեկավարությունը ամեն ինչ արեց, որ ամփոփի Ուկրաինայի եւ Ռուսաստանի պատերազմը, այն ճնշումները, որոնք որ գործադրեցին Սպիտակ տանը Զելենսկու վրա եւ այլն բոլորս տեսել ենք։ Բայց հիմա կարծես թե արդեն հույս չկա, որ ռուս-ուկրաինական պատերազմը կարող է արագավարտ ունենալ։ Երկու կողմն էլ պատրաստվում են ավելի երկար, ավելի ծանր պայքարի։ Սա ինչ-որ վերաբերվում է Ռուսաստանին, այլ կերպ ասած, Ռուսաստանը մխրճկված է անհեռանկար ծանր պատերազմի մեջ, որտեղ արդեն վնասները նույնիսկ հանրությանն են հասել այդ ռմբակոծությունները, շրջանակը բոլոր քաղաքներն են գրեթե Ռուսաստանի Դաշնության ներառում։ Եվ ԱՄՆ-ն իր խախանդ կյանքով ապրող նույնպես հայտնվեց մի պատերազմի մեջ մխրճված, որը որ արդեն շատերին պարզ է, որ կարծես թե ավարտ չունի։ Եվ այդ հաջող ռմբակոծությունները, որոնք որ մատուցվեցին որպես ԱՄՆ-ի զինված ուժերի փայլուն օպերացիա եւ այլն, այնուամենայնիվ չճնշեցին Իրանի ռազմական կարողությունները եւ այսօր ամեն օր մենք
լսում ենք փոխադարձ հարվածների մասին, Օրմուզյան նեղանցքով նավերի անցնելու խոչընդոտի մասին եւ միջազգային տնտեսության համար լուրջ հետևանքների մասին։ Այսինքն կարելի է ասել ԱՄՆ-ն էլ ստեղ է մխրճկվել պատերազմի մեջ, որի վերջը չի երևում։ Այլ կերպ ասած, երկու խոշոր գերտիրություն միջուկային զենքով զինված ռեգիոնալ պետությունների հետ ունեն կոնֆլիկտներ, որտեղ չեն կարող հասնել հաջողության։ Իհարկե նման իրավիճակում հաղթում է երրորդը։ Երրորդը դա Չինաստանն է, որը որ գլխավոր շահառուն է այս քաղաքական իրադրության։ Եվ ԱՄՆ-ի հանրապետականները գնում են հիմա ընտրությունների, իրենց քննադատները մատնացույց են անում եւ ասում են, որ դուք ուզում եք Չինաստանը թուլացնեք, մրցակցության այդ տնտեսական մրցակցության հատվածում, ռազմական հատվածում, բայց հակառակն է ստացվում։ ԱՄՆ-ն օգտագործեց իր հրթիռների կեսը Իրանի շուրջը, Իրանի սարերում, բայց տեսանելի արդյունքի, ոչ քաղաքական արդյունքի, ոչ ռազմական արդյունքի չհասավ, տեսանելի այն առումով, որ դե ճնշված չի, հասկանալի է, որ ճնշված չեն մինչև վերջ Իրանի զինված ուժերը եւ հասկանալի չի ով է հիմա Իրանի ղեկավարությունը, բայց կա ղեկավարություն եւ այդ ղեկավարությունը դեռ իշխանությունը պահում է։ Այսինքն ոչ ռազմական, ոչ քաղաքական խնդիրները այս պատերազմով ԱՄՆ-ն եւ Իսրայելը չկարողացան լուծել։ Հայաստանի համար դա խնդիր է, որովհետեւ երկու պետություն, որից որ կախված է Հայաստանի վիճակը, երկուսն էլ իրենք գտնվում են այդ երկու կառավարությունները, պետությունների գտնվում են ճգնաժամերի մեջ։ Եվ Ռուսաստանի Դաշնությունը եւ ԱՄՆ-ն։ Եվ դա ով էլ լիներ կառավարություն, այսօր լուրջ խնդիր է, որովհետև սա խանգարելու է եւ այդ այսպես կոչված խաղաղ կարգավորմանը, որը որ նախաձեռնվել էր անցյալ տարի այս օրերին, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրացի նկատի ունեմ կապիտուլյացիայի պայմանագիրը Հայաստանի։ Եվ սա խոչընդոտ է առհասարակ բնականոն զարգացմանը Հայաստանի, որի որ շատ շահեր կապված են Ռուսաստանի Դաշնության հետ եւ պահանջում են ալտերնատիվ լուծումներ։ Այսինքն հաշվի առնելով Ռուսաստանում իրավիճակը, փոխարինող շուկաներ, փոխարինող ինչ որ մեխանիզմներ բոլոր ոլորտներում, անվտանգությունից սկսած գյուղատնտեսությունով վերջացրած։ Այս դրության մեջ կառավարությունը կարծես թե խորհրդարանը պիտի լուրջ գնահատականներ տալ վիճակին եւ փորձել հասկանալ թիմային ոնց են աշխատելու դրան դիմադրելու համար։ Եվ հիմա հետ վերադառնանք մեր խոսակցության սկզբին, իսկ մենք ինչ ենք տեսնում։ Մենք տեսնում ենք սովորական գզվրտոց ժողովրդին, այսպես ասած, զբաղացնելու համար այդ բազմաթիվ շոուների շարքում նաև հիմա ավելացավ ազգային ժողովի այդ բեմադրությունը։ Դե սպասենք զարգացումներին եւ ինչպես ասում են հուսանք որ լավ է լինելու։ Այո։ Շնորհակալություն որ եկաք։ Ես եմ շնորհակալ։ Բարեկամներ, քաղաքագետ կառուցողական Հայաստան կուսակցության նախագահ Անդրեաս Ղուկասյանն էր իր հետաքրքիր վերլուծությամբ Փակ TV տաղավարում։ Այսօր այսքանը։ Ցտեսություն։